Ամեն տարի մայիսի 3-րդ շաբաթ օրը նշվում է թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ այցելուների առջև դռները բաց են պահում մինչև ուշ երեկո։ Մայիսի 16-ին Կապանի երկրագիտականը նույնպես մարդաշատ էր։ Շատ կարևոր է, որ հենց այս տարիքից 7-8 տարեկանից երեխաները լավ ճանաչեն իրենց ծննդավայրը, իրենց հայրենիքը, իրենց հայրենիքի պատմությունը, որովհետև հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Ինչքան լավ ճանաչեն հայրենիքը, այնքան շատ կսիրեն եւ ուժերը իրենց ներկդնեն, որպեսզի իրենց հայրենիքը ավելի ծաղկի, բարգավաճի, շենանա։ Փոքրիկ այցելուները հնարավորություն ունեցան բացահայտելու Սյունիքի հարուստ անցյալը, տեսնելու հազարամյա պատմություն ունեցող անձնական իրեր եւ այլ արժեքավոր նմուշներ։ Ես տեսել եմ Պողոս Տեր-Ձայնյանի գոտին, հին ժամանակվա թղթադրամները, զենքեր հին ժամանակվա։ Ես այսօր տեսել եմ, թե ոնց են առաջին օդաչուները եղել Սերգեյ Պետրոսյանը, ինքը Յակ 40 ինքնաթիռն ա քշել, թե տեսել եմ հին փողերը, թղթադրամները։ Թանգարանը մշտապես փորձում է խթանել մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը, ամրապնդել կապը կառույցի եւ հասարակության միջև, ինչին նպաստում է նաեւ այս միջոցառումը օրվա մասնակիցը դարձնելով թե փոքրերին, թե ավագ սերնդին։ Մենք հիմնականում փորձում ենք ընդգրկել դպրոցականներին, քանի որ վաղվա սերունդը, այսինքն ապագա սերունդը նրանք են, եւ պատմության հանդեպ, թանգարանի, մշակույթի հանդեպ սերը մենք պետք է կարողանանք պահպանել, ինչպես նաեւ այս տարի մենք փորձել ենք համագործակցել Կապան համայնքի մի շարք դպրոցների հետ, ընտրել ենք կամավորներին, որոնք թանգարանում իրականացնում են մի շարք աշխատանքներ, դրանք հիմնականում էքսկուրսիաների իրականացումն է, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների աջակցությունը։ Շուտով Կապանի երկրագիտական թանգարանը կներկայանա Սյունիքը ուրարտական ժամանակաշրջանում խորագրով բացառիկ ցուցադրությամբ։ Այցելուների ուշադրությանը կարժանանա շուրջ 3300 թանգարանային նմուշ, որոնք Սյունիքի հնագույն պատմության մասին լիարժեք պատկերացում կազմելու հնարավորություն կտան։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։